Նիկոլ Փաշինյանը թուրքից չէր վիրավորվում, ինչը իրենք սկսել վիրավորվել, չնայած կասեցին վիրավորվում, որ կվիրավորին որ կվիրավորվենք, այդ բառը որպես վիրավորում, բայց այս ամենը ինչով է պայմանավորված, ինչու են այս կեղտոտ արշավը իրենք նախաձեռնել երկրորդ նախագահի նրա ընտանիքի նկատմամբ եւ հատկանշական է թիրախային հենց ֆոկուսում իրենց կոռուպցիային Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի անունն է տալիս, տեսնում եք թե ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի մտքերին, որ Վահագ Ալեքսանյանն է ասում էր դա հայոյանք չի բառարանական իմաստով, որովհետև սեռական գործողության բայը չի օգտագործվել։ Կրկին, չգիտեմ, որովե նորմալ բան այդ մարդկանց մասին ես չեմ կարող ասել։ Առաջինը ինձ համար հետաքրքիր էր, դա ամեն ինչի մեջ շատ չեմ ուզում ոնց որ խորանամ անդրադառնամ։ Միակ բանը, որ ինձ հետաքրքիր էր, այն է, որ Արսեն Թորոսյանը շեշտում է, ասում է, ով մեզ թուրք կասի իբրև վիրավորանք կամ հայոյանք, ես իրանց սենց իմ մոտ հարց է առաջանում, կարող է նաև հնարավոր է դա ասել իբրև կոմպլիմենտ, ասենք թուրք բառը ես չեմ պատկերացնում որևէ արժանապատիվ հայ մարդ տղամարդ էնել, ում որ ասես թուրք եւ նա դա չընդունի որպես վիրավորանք կամ հայոյանք։ Կարծում եմ նույնիսկ հնարավոր է լինեն որոշ վիրավորական բառեր, որոնք մարդու ինքնասիրությունը ավելի քիչ կվիրավորեն, քան թե թուրք որակավորումը։ Այո, նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կարծում են, որ թուրք բառը գրադարական իմաստ ունենա, հենց այդ պատճառով է մեր հասարակությունը եւ քաղաքական թաթերաբեմը այսպես բևեռված է, որովհետեւ այո, կան մարդիկ, ում համար թուրքը օքեյ է եւ կան նորմալ մարդիկ, ում համար թուրքը դա շատ խորը վիրավորանք է։ Ինչ վերաբերվում է այդ վիճակին, միջադեպին, գիտեք, միայն այս Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված մարկային տեսակ ունեցողը կարող է զարմանալ, որ երբ որ բռնում ես մարդու հորը կամ պապուն վիրավորում ես ու թուրք ես անվանում, դրանից հետո մարդը պետք է քեզ ասի այդպես մի արա։ Ամեն դեպքում ես բնականաբար դեմ եմ ցանկացած տեսակի հայոյանքի, բայց գիտեք, ամեն ինչ ունի իր կարմիր գծերը եւ առողջ տղամարդկանց երբեմն բնորոշ է իրենց այդ տիրապետումը կորցնել եւ անցնում են սրբություններին վիրավորելուն եւ այո, տոհմի գլխավորը պապը հայրը դա սրբություններ են, որոնք որ միշտ պետք է պաշտպանել ցավոք սրտի մեր քաղաքական այս կյանքում վերջի տարիների արդեն շատ տխուր է որ դա այդպես է, բայց թե իշխանական թե դիմադիր շարքերում ձևավորվել են այդ on-line քֆուրներից այս ամեն ինչը սկսվեց, որ Facebook-ի իրականությունից, այս անպատասխանատու այո առհասարակ, հա, Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերեցին այս անպատժելիության եւ լկտիության մթնոլորտը, հիշում ենք բոլորս մեր երկիրը, որ այս երկրում նույնիսկ երբ որ մարդիկ սրճարաններում նստած են, եթե որևէ մեկը բարձր հայոյանք տար, դա կոնֆլիկտի եւ կռվի առարկա կարող էր դառնալ, թե գուցե թե մեկին ներկա լիներ։ Հիմա իրականությունը այլ է, հիմա առաջնայնությունները գնացել են դիտումների եւ լայքերի վրա եւ բազում մարդիկ on-line հարթակներից սկսել են հայոյանքներ օգտագործել։ Գիտեք, մի բան է, որ կոնֆլիկտի երկու կողմերը իրար դեմ են կանգնած եւ այո, մեկը վիրավորվում է, ուզում է արձագանքել եւ կոպտում է, դա իմ կարծիքով տղամարդկային դրսեւորում է։ Երբ դա տեղի է ունենում էկրանների հետ Facebook-ների, լայվերի բաների մեջ, դա ինձ թվում է բոլոր այն մարդիկ անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, ովքեր նման գործելավոճ են ընտրել, իրենք ոչ հայ, ոչ տղամարդ, որովհետեւ այդ լավ որակները իրավունք չունեն իրենց վրա կարել, որովհետեւ դա իրենց մասին չէ։ Իսկ այո, որ դնենք այս ինչ կներեք։ Դե խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն է եւ որպես մարդիկ կարող մեղադրել Արցախը ծախելու այն իրողության պարագայում որ իրենք ծախել են քիչ է մի հատ էլ Հայաստան այլոց ծախելու շեմին։ Դե տեսեք, դա շատ նորմալ է, որովհետեւ իրենք միայն երկրորդ նախագահին չառասարակ մեր գեներալներին եւ շատ մարդկանց, ովքեր որով է առնչություն եւ կապ ունեն Արցախը ազատագրելու, մեր պետության ակունքներում կանգնելու եւ մեր պետությունը կառուցելու, ոչ ոք չի ասել, որ այդ կառուցման ընթացքը եղել է անթերի, ոչ, միշտ էլ եղել են թերություններ, բաստողումներ, բայց փաստը, որ կորիզը գաղափարը եղել է պետություն կառուցելու, պետություն պաշտպանելու մասին։ Մնացածը երկրորդական է եղել։ Այս մարդիկ որովե նման գաղափարախոսություն չեն կրում եւ իրենք փորձում են կեղտ շպրտել այն ամենի վրա, ինչը կապ ունի այն ժամանակվա արժանապատիվ հաղթանակած Հայաստանի հետ, այդ իսկ պատճառով ինչքան շատ իրենք փորձեն որակազրկել նման բաները, այդքան ոնց որ իրանց ինչքան փորձեն դիմացինին ցածրացնել, այդքան իրենց պատկերացմամբ իրենք բարձրանալու են։ Ու ցավոք սրտի
արդեն փաստ է, որ մենք Արցախյան առաջի պատերազմը արդեն իսկ փոշիացրել ենք իբրև ձեռքբերում, քանի որ համ չունենք այդ տարածքը, համ այդ բոլոր մեր հայրենակիցների, մեր հայրերի, օրեղբայրների թափած արյունը այսօր արդեն գիտենք, որ ոնց որ փոշիացվեց ու այն ինչի համար այդ մարդիկ զոհվեցին կամ պայքարեցին, այլևս հայկական չէ, ու եթե լինենք իրատեսական, դժվար թե մոտակա ապագայում դառնա հայկական։ Այո, հույսը չէ, դա համար էսի մոտակա ապագայում, այդ մեզնից է կախված, թե մենք ոնց կզարգացնենք մեր պետությունը։ Ավելի խորքային խնդիր եմ նաև տեսնում այն, որ իրենք չեն բավարարվում միայն Արցախյան պատերազմը արժեքազրկելով, այդ հաղթանակը իրենք արդեն բանալի, հիմա հմեկով այնպիսի լկտի ու անունն է դնում են բանավեճ, բայց բանավեճ լինում է, որ տարբեր կարծիքներ ալեմ։ 4-5 հոգի բոլորը, ասենք, գլոբալիստ, անկիրթ մարդիկ գալիս են, ասենք, մի հատ կին, որը չգիտեմ, 30-40 տարեկան աղջիկ, ասում է բան, Ստալինը, ասում է, շատ անգրագետ է եղել ռազմական կողմերից։ Այդպես բաներ, որ լսում ես, ծիծաղը տել է գալիս, լացը տել է գալիս, չես հասկանում ոնց կարա քո պետության հանրային հեռուստատեսությունով ամեն ինչը որ քեզ հպարտություն է տվել քեզ, քո ծնողներին, քո պապերին, փորձեն արժեքազրկել։ Բայց հիմա վերադառնանք մեր օրեր։ Բայց եթե կարելի է այս կոռուպցիան ավելի մանրամասն դուք փաստերով կներկայացնեք, ինչ տպավորություն ստացաք Ալբանիայում հասցրեց ավանդույթից արանքային հանդիպել, Էրդողանն էս կազմակերպեց Ալիև Փաշինյան, կարծրույց էր ունեցել, սուրճ են խմել, էս ինչի դրսևորում է եւ ինչ սպասել։ Տեսեք, ինչքան էլ ես չընդունեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղին, գաղափարախոսությունը եւ մնացած ամեն ինչը իր անձի հետ կապված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, ամեն դեպքում ցավոք սրտի նա մեր երկրի ղեկավարն է այսօր, ես հուսամ դա մի օր շատ շուտ կփոխվի, բայց այսօր դա այդ դառը փաստն է, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ ինչքան էլ ես իրեն չընդունեմ, չհարգեմ, երբեմն նույնիսկ ատեմ, միևնույն է, երբ որ ես տեսնում եմ, որ իմ երկրի ղեկավարը խեղճանում է, ես ինձ վատ եմ զգում։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է միջազգային հարթակներում է հայտնվում, միշտ մենք դրան ականատես ենք լինում։ Այսինքն այդ մարդը այսօրվա այդ ձեր նշած վիդեոյում էլ տեսնում եք Ալիև ինչ կեցվածքով է կանգնած, sense թեթև ժպիտը դեմքին, ինքնավստահ ու էլի այդ վախեցած խամաճիկը կողքին այդ որ sense իր այդ առանց այդ նեղուսերը էլ ավելի է sense գուջ գալիս, sense փոքրանում է ու նայում ես ասում ես Աստված իմ, ինչու պետք է այսպես լինի, խի պետք է ադրբեջանցու նախագահան sense վստահ կանգնի, իսկ մեր վարչապետը sense ամեն ձև ցույց տա, որ ինքը ոչ մի տղամարդկային որակ իր մեջ չունի։ Ու ցավոք սրտի դե տեսեք, եթե կհիշեք, որ պուճուր էինք հիշում եք, բոլորիս բակերում եղել են նման տղաներ, որ մտնում էին տուն մամաների իրենց քրերի վրա գոռում էին կռիվ էին անում, դուրս էին գալի փողոց արագ ծեծ էին ուտում։ Այդ չհաստատված, չստացված տղամարդկանց տեսակի մեջ դա շատ նորմա է։ Վարչապետի համար ինքը պետք է մեր պետությունը տեսնի իբրև իր ընտանիք եւ փողոցը արտաքին աշխարհ տեսնի միջազգային հարթակները, բայց քանի որ միջազգային հարթակներում ինքը ոչինչ է եւ մեր ռազմավարական դաշնակիցների հետ ոչնչացրել է մեր հարաբերությունները, իրականում չստեղծելով որևէ այլընտրանք։ Եվ ուղղակի նա ամեն ինչ փչացնում է, ամեն ինչ ջարդում է, փշրում է, որտեղ փշրելը հեշտ է, բայց որևէ նոր բան չի կարողանում կառուցել։ Այս ամեն ինչը կրկին ցույց է տալի, որ այս մարդիկ մենք արում են, չգիտեմ, կոնֆլիկտներ հրահրել, էժանացնել խոսակցությունները, բովանդակային զրույցներից հեռու գնալ եւ անընդհատ տանել դեպի ուղղակի էժան շատ դիտումներ հավաքող սկանդալներ, որտեղ այս մարդիկ իրանք տեսակով չեմ ուզում ասեմ լրագրող, այդ բառը Նիկոլին չեմ ուզում վերագրեմ, որտեղ բազում լավ լրագրող գործընկերներ ունեմ, ինքը այն ժողովրդի պրեստա ծախված գումարի դիմաց ծառա ժուրնալիստներից է միշտ եղել ու ինքը հիմա արդեն վարչապետ է, բայց իր հոգու խորքում ինքը միևնույնն է նույն այդ ծախված ժուրնալիստն է, այսինքն այն ամեն ինչը որ իրանք անում են դա ֆեյք է։ Այն ժամանակ եթե ինքը իր թերթում էր գրում ժողովրդի պրեսա, հիմա այդ նույն ժողովրդի պրեսան տեղափոխել է, ասենք կառավարության զեկույցների մեջ։ Եթե դուք 2024 թվականի կառավարության զեկույցը նայեք, տեսնում եք, եթե կարդաք կմտածեք, ինչ հրաշք պետությունում ենք մենք ապրում, բայց որ մի քիչ խորն եք կարդում, ուսումնասիրում եք, ցավոք սրտի մեր քաղաքացիները բնականաբար չեն կարդա դա, որովհետև ծավալուն փաստաթուղթ է։ Մեր վրա փորձում են դատարկ տուփերը ծախել իբրև մի տուփ, որի մեջ լիքը ոսկի կա, այսինքն եթե գրած է ասենք արտաքին քաղաքականության առումով գրած է որ բազում հանդիպումներ են ունեցել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ այլ, տեսեք միջազգային հանդիպումները
դիվանագիտական գործընթացները պետք է գնահատել ոչ թե իրենց քանակով թե քանի հատ է տեղի ունեցել, այլ դրանց արդյունքում ինչ փաստաթուղթ է կնքվել, ինչ ռեալ գետնի վրա օգուտ է ստացել պետությունը։ Սրանց արած հանդիպումներից մենք ունենում ենք A. ոչինչ, B. վնաս։ Ես դեռ չեմ հիշում որով է հանդիպում, որ ասեմ, ահա Նիկոլը գնաց այս հարցը ավելի լավ դարավ, ոչ, ասում ինքը կամ անիմաստ հանդիպումներ են, կամ այնպիսի հանդիպումներ, որոնք խորքային վնաս են տարի Հայաստանին եւ անցյալում նաեւ Արցախին։ Օրինակ Պրագա իրա գնալը փաստացի 100,000 մարդու թողեց առանց տուն։ Մի հատ հիմար գործողություն։ Կրկին դա արդեն հարց է, թե ինքը հիմար է, թե ծախված է, թե ծախված հիմար է, դա մի քիչ բարդ է, բայց փաստն է, որ այդ մարդը իր արածով ամեն անգամ որ գնում է, չգիտեմ, մի քիչ արևմուտքի մոտ է փոչը խաղացնում, Ռուսաստանի մասին է ված խոսում, հետո գալիս է մայիսի 9-ին, sense խեղճ երեխու պես նստում է Ռուսաստանում, կրկին խայտարակելով ոչ միայն իրեն, այլ նաև մեզ, որովհետև կրկին ես ինձ վատ եմ զգում, ինչքան էս ընդդիմադիր կեցվածք ունենամ, միևնույնն է, ես ինձ ամեն անգամ sense վատ եմ զգում, որ ես ինչ-որ համեմատական եմ վերում, որովհետև թշնամի երկրի ղեկավարին sense ավելի բարձր եմ դնում, քան թե մերին։ Ազնիվ խոսք ես կուզեի հակառակը լիներ, բայց շատ խորհրդանշական եւ տխուր իրողություն է եւ այդ Ռադիոյը հենց ցույց է տալիս, թե մենք ինչի մեջ ենք ազգովի, որովհետև Ալիևը ցույց է տալիս դիվանագիտության մաստեր կլաս, այսինքն ինքը ուղարկում է իր զորախումբը այնտեղով քայլում է, իրենց Ստալիշնի Կարոբկեն, իսկ մերը չի քայլում։ Ու այնպես է ստացվում, որ Ալիևը ուղարկել է ասել է կգամ, վերջում էլի դիվանագիտական թուրքերին հատուկ շատ սուր քայլ է արել եւ չի եկել, բայց ֆիքսելով այն, որ ես չեմ գա, բայց իմ զորքը այդտեղով կքայլի։ Փաշինյանն է դրա ուղիղ հակառակն է, մարդը որ ոչ մի երկար sense դիստանցիայով իր քայլերը ճանապարհային քարտեզը չի կարողանում գծի, որովհետև ինքը ապրում է վախի եւ հիստերիայի մթնոլորտում, ինքը ամեն օր միայն կարողանում է որոշել մյուս օրվա քայլերը մաքսիմում։ Եվ ինքը սկզբում մտածել է, որ ինքը տես դերսկի արևմտամետ վարչապետ կլինի չի գնա, հետո երևի ինչ որ բաներ են զանգի ասել, ինչ որ բաներ է տեղի ունեցել, վերջի օրը վեկած է գնացել է, ու սաղ պետության, SNG պետության ղեկավարները հպարտորեն բարձրացել են ոտքի կանգնել են, նայել են, երբ որ իրենց զորախումբն է անցնում, մեր խեղճը նստել եւ նայել ոնց են ադրբեջանցիները անցնում, իսկ մեր զինվորներից ընդ առասարակ մարդ չի եղել, այսինքն այս մարդը Արցախը ծախեց, վերացրեց, հիմա էլ ամեն կերպ նաեւ մեր երկրորդ համաշխարհային պատերազմի մեր դերակատարությունն է ուզում ոչնչացնել, որը խայտարակություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, օրինակ ցուցակագրամբ մենք հարաբերակցության բնակչության երրորդ ազգն ենք, թե զոհերի, թե բարձրաստիճան սպաների հարցով, բայց առաջի ու երկրորդ տեղը Ռուսաստանն ու Բելարուսն են, այսինքն պետություններ, որոնց վրա որ հենց ֆաշիստական, որոնց տարածք ֆաշիստական բանակը մտել է։ Իսկ մենք առասարակ չենք ենթարկվել որովե ուղիղ հարձակման, բայց քանի որ մենք ունեցել ենք այդ մարտական ոգին, քանի որ մենք ունեցել ենք այդ տղամարդ հայ տեսակը, որը պաշտպանում է իր պետությունը, իսկ սովետական միությունը այդ բան եղել է մեր պետությունը, մենք ցույց ենք տվել մեր որակը առանձնանալով միայն դրական կողմերով։ Եվ հիմա այս մարդը ուզում է բան անի, որ չէ դա, ՀՄԿ-ով ասում են ինչ որ մեկը ասում է, ինձ ինչ է տվել, ասում է հայրենական պատերազմը, մենակ պապիներս են մահացել։ Այսինքն այդ մարդիկ փոխանակ հպարտանան, որ իրանց պապերը մասնակից են եղել աշխարհի պատմության ամենամեծ ու վախենալու պատերազմի ու հաղթանակած են եղել, այո, զոհել են իրենց կյանքը, բայց ապահովել են անվտանգ լավ պետություն իրենց երեխաների համար, այս մարդիկ ուզում են այդ ամենը արժեքազրկեն։ Իսկ ուզում են ասեն հայերը դա ինչ։ Մենք միշտ ասել ենք հայերը այսքան գեներալ են տվել Արցախի մի գյուղից ավելի շատ գեներալ է դուս եկել թե ԽՍՀՄ երկրների կեսից։ Ասենք նայում ես այդ ամեն ինչը քեզ կարաս համոզես, լավատես լինես, մտածես դե մարդիկ չեն հասկանում, բայց որ խորքային ես նայում ու տեսնում ես ինչքան հետևողական եւ անվերջ տևում է, սա հասկանում ես, որ սա ստրատեգիա է, սա մշակված պլան է, սա ոչ հայ ազգություն ունեցող քաղաքական, աշխարհակաղակական կենտրոններից ղեկավարվող մի պլան է, որը իրականացվում է մեր հայկական ազգանուն ունեցող մարիոնետների կողմից։ Հիմա դա պես խաղարելով, պետք է խնդրեմ թվերով, փաստերով մանրամասն ներկայացնեք Անիֆի մեծ կոռուպցիայի եւ դրանում Տիգրան Ավինյանի, ինչու՞ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանի ներգրավվածության փաստերը։ Կրկին պետք է հիշել, որ այս ազգային ժողովի հոգեկան խանգարումները Փաշինյանի որ սկսվեց, կրկին սկսվեց էլի այս չարաբաստիկ Անիֆից։ Ես մեկ-մեկ արդեն ուզում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել, որ այդքան շատ եմ այս Անիֆից խոսում, բայց գիտեք խնդիրը ինչումն է, ախր այսօր 21-րդ դարն է, լրահոսը
շատ արագ update-ա լինում ու մարդիկ ոնց որ ամեն լուրին կապ չունի լուրի ծանրությունը մի օր նայում են անցնում է գնում է դա ցավալի է որովհետև դա օգնում է Նիկոլ Փաշինյանի թիմին պետք է հասկանալ որ այնքան շատ խայտարակ բաներ են լինում ամեն օր մեր պետության մեջ որ մենք բոլորս դրան սովորել ենք իմունիտետ ենք ձեռք բերել եւ ամեն ինչը չգիտեմ տևում է 1-2 օր ասենք ֆանտաստիկ կալիբրի խայտարակություն եղավ Եվրոպա մետ Եվրոկվեի պատասխանատու քաղաքական ուժը քաղաքային ակտիվիստին ով որ կոռուպցիա էր բացահայտել զանգում է հեռախոսով քրվում է հետո ծեծում է ու դրանից հետո էլ ասում է նորմալ է հայ տղամարդու պես եմ ինձ բայ ու այս ամեն ինչը հələ դնենք այդ բարոյական քաղաքական ամեն ինչը մի կողմ ծեծվողին ձերբակալում են բերման են ենթարկում ծեծողը ասում է գնում ենք մենք հաց ուտելու ու սենց այնքան շատ բաներ է լինում որ արդեն սովորենք բոլորս ոչ մի բանին այտենց խորը աբսուրդի աչքով չենք նայում ու հենց այդ անկյան տակ նաև մոռացվում է անիֆը տեսեք ես մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ ամեն դեպքում ես հիմա էլի իմ ուսումնասիրությունները տարբեր լրատվականների բաներով նայել եմ FIP-նա սրա մասին գրել հետքնա սրա մասին գրել բայց կարծում եմ ամենա խորը մասնագիտական աշխատանքը հետքն է արել անիֆի վերաբերյալ եւ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին որ բացեք YouTube-ով կայքերով կարդացեք անիֆի մասին ժողովուրդ այնքան շատ նյութ կա կհոգնեք այնքան աբսուրդային տեղեկատվություն կա որ դրանից հետո երբ որ Տիգրան Ավինյանը գալիս է կանգնում է այդ Երևանի ավականու ամբիոնից ու սկսում է սենց բավականին բարեխիղճ դեմքով խոսել որ ժողովուրդ ջան ինչ եք ուզում ախր մենք այսքան մանկապարտեզներ ենք սարքում մենք աննախադեպ կիլոմետրաժով ճանապարհներ ենք սարքում ախր այդ մենք համ ձեր սարքած ճանապարհներն ենք տեսնում համ ձեր սարքած մանկապարտեզներն են մեր գործընկերները ցույց տալիս թե դուք ոնց եք սարքում թքում կպցնում եք թե ասֆալտը թե մանկապարտեզը վերցնում եք գումարի 10%-ը դնում եք այդ աշխատանքի մեջ եւ 90%-ը տանում եք ձեր տուն ու երբ որ ծանոթանում ենք անիֆի հետ, օրինակ եթե մարդ չիմանա անիֆի ընթացքը, կարող է էլի օպտիմիստ լինի կամ միամիտ լինի, ասի ադե կարող է Ավինյանը պրոստը մասնագիտորեն իր, չգիտեմ, ունակությունները իրան թույլ չեն տալի, ինքը ճիշտ կառավարի, լավ մենեջեր լինի, դրա համար վատ են ամեն ինչը սարքում չի կարողանում վերահսկել, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև Տիգրան Ավինյանը, այո, թե իր թե մեր բոլորի համար եղավ անակնկալ, թե ինքը ինչ բարձր կարիերայի թռիչք ունեցավ իր կյանքում 2018 թվականին աչքի չընկնող որևէ ռեալ օգուտ Երևանին չտված ավականուց դարձավ փողվարչապետ տվյալ անձնավորությունը երբ որ դարձավ փողվարչապետ ինքը 2019 թվականին ձևավորվեց անիֆը պաշտոնապես որ նայում եք ինքը ստեղծվել է որպեսզի այն հիմնադրամը լինի այն ֆոնդը լինի որ նպաստելու է Հայաստանում ինվեստիցիաների բարձրացմանը, բիզնես մթնոլորտի զարգացմանը, արևմտյան ստանդարտների հավասարացմանը եւ այլ սիրուն եւ գեղեցիկ եւ թանկարժեք բարակապակցություններ։ Իրականությունը որն է։ Ստեղծվել է 19 թվին մի կազմակերպություն, մի հիմնադրամ, որը գործել է իբրև փակ բաժնետիրական ընկերություն, այսինքն որովե թափանցիկություն, հաշվետվությունների ներկայացում, որովե բան չի եղել։ Այսինքն իրեն գործել են իբրև փակ մասնավոր կազմակերպություն, բայց փաստացի գործել են մեր բոլորիս հարկատուներից գումարների շնորհիվ։ Եվ տարբեր լրատվականներ տալիս են տարբեր թվեր, ես կհավատամ հետքին, որ համընդհանուր հաշվարկով անիֆը ստացել է 18 միլիարդից ավել գումար։ Կարծեմ 18 միլիարդը 2023 թվականին է եղել, մինչև հետո 5.6 միլիարդ են ստացել, այսինքն ընդհանուր, ասենք 45-ից 60 միլիոն դոլար։ Այդքան գումար մտել է այս կազմակերպության մեջ։ Այս կազմակերպությունը, որ ուսումնասիրում եք, տեսնում եք, որ 2023 թվականին այն փակվել է։ ՊՎԾ-ն ներկայացրել է դեռ 2.5 տարի առաջ ՊՎԾ-ն ներկայացրել է վարչապետին, որ ստեղ խնդիր կա եւ իրենք փակել են։ Եվ այդ 2.5 տարվա ընթացքում որովե ռեալ գործողություն չի եղել։ Ավականու դալիճներից, ազգային ժողովի ամբիոններից, բոլոր, չգիտեմ, լրատվական հարթակներից այս թեման այնքան են ծեծել, այնքան են խոսել, եւ ինչ որ հրաշքով սրանք կարողանում են ուղղակի անտեսել։ Վերջի ազգային ժողովի որ Կարոյաններ չեմ հիշում, էլի բարձրեցին դատախազին, դատախազը ասեց, հեսա արդեն սկսելու ենք մի բան անել։ Հեսա արդենն էլ նախորդ հաղորդմանը ձեր մոտ որ հյուրընկալվել էի, ասել եմ, որ իմ կարծիքով այո, հնարավոր է ուղղակի սպասեն այդ ընտրություններից մի 3 ամիս առաջ Մեկ է սենց չաղացած այդ
մատաղա անեն Տիգրան Ավինյանի, որ նայեք, մենք չգիտեինք, որ ինքը կոռուպցիոներ է, փողերը հիմա բացահայտել ենք, հիմա իրան կփագենք, կդատենք, դուք էլ էլի ԿՊ-ին ձեն տվեք, որովհետև վարչապետը չգիտեր պարզապես, ցար не знал, որ տենց բան է եղել, բայց նաև հակառակ ախր մի հատ խնդիր կա, որ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի տեղակալը, փոխվարչապետը չէ եղել եւ օդում կախված լուրերով ինքն է եղել հենց այն մի քանի միջնորդներից մեկը, որ նախկին եւ ներկա կոռուպցիոներ օլիգարխների այդ կամուրջն է եղել, այդ կապիտալի վերաբաշխումը, որ սկսել է տեղի ունենալ նախորդ եւ գործող իշխանությունների մեջ, նա էլ եղել այդ դեսպաններից մեկը, կամուրջը ստեղծողը, որ հարաբերությունը կարացել է երկու կողմի հետ բարի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, այո, ինքը ստույգ կունենա որոշ կոմպրոմատներ եւ տեղեկություններ Նիկոլ Փաշինյանի արած հանցագործությունների մասին, ինչն էլ հենց հանդիսանում է այդ բալանսի գլխավոր ֆակտորը, որ Տիգրան Ավինյանը այսօր դեռ կա քաղաքապետ է եւ բանտում չէ։ Բայց ակնհայտ է, որ իրանց մեջ կա լարվածություն եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր ռեյտինգը օրեցօր ոչնչանում է։ Դրա համար ես հավատում եմ, որ ինքը ամեն դեպքում գնալու է ընտրություններից առաջ քալին եւ Ավինյանին սենց բոբո կոռուպցիոներ սարքելով փորձելու է ինչ որ առումով իր ռեյտինգը հետ բերել։ Առհասարակ ինձ թվում է Տիգրան Ավինյանը եւ Ալեն Սիմոնյանը ամենա սենց տաղանդավոր փողուտողներն են այս իշխանության, ինձ թվում է իրենք ամենամեծ ամբիցիան ունեն ու ամենամեծ սով ունեն այս փողի հանդեպ եւ անկշտությունը իրենց հենց տապալելու է եւ մենք արդեն դա տեսնում ենք, որովհետեւ այն ամեն ինչը ինչ մենք հիմա տեսնում ենք քաղաքական process-ներում ցույց է տալիս երկու բան։ Առաջինը իրենք ամեն կերպ, երբ որ խոսք է գնում անիֆից կամ այլ կոռուպցիոն թեմաներից, իրենք իրենց կորցնում են, իրենք սկսում են բղավել, սկսում են վիրավորել, սկսում են հայոյել, սկսում են կոնֆլիկտներ սադրել եւ հրահարել, որպեսզի բովանդակայինը ընկնի յետին պլան եւ էլի դառնա կռիվ, մեր հանրությունն է էլ ավելի խորը հիասթափություն ապրի Հայաստանի քաղաքական վիճակից։ Այսինքն այն ասեն ալավ դե սրանք սախ նույնն են սաղորը կռիվ են անում, բանի պետք չեն։ Բայց փաստացի դա ռազմավարություն է, ժողովուրդ ջան։ Անդիմությունը չունի լծակներ, որ կոռուպցիայի մեջ լինի, նույնիսկ եթե ուզենա։ Եվ մենք ունենք իշխանություն, որը բացեք նայեք իրենց հայտարարագրերը 2018 թվին։ Այս մարդկանց բացարձակ մեծամասնությունը նույնիսկ մեկ բնակարան չի ունեցել։ Հիմա բոլորը գույքեր ունեն, բոլորը ինչ որ իրենց օլիգարխի բանկի միջոցով ինչ որ անհասկանալի հրաշք տոկոսներով անվերջ հիպոթեքներ են վերցրել ու բոլորի կյանքի որակը բարձրացել է։ Եվ ախր խնդիրը այն է, որ օրինակ մեր այս ստորագրահավաքների ընթացքում մենք որ գնում էինք տուն արտուն տեղեկացնում էինք, իրազեկում էինք անում, մենք պատահականությամբ օրինակ հայտնվեցինք այն բակում, որտեղ մեծացել է Տիգրան Ավինյանը։ Եվ այնտեղի բնակիչները տենց տեսան մեզ ճանաչեցին, վայ ապրեք, ես ինչ լավ բան եք անում, տրանսպորտի թանկացում, ահապորինի ասխալա տվեք ստորագրենք, բան ու տենց պարզվեց մտանք հենց այն մուտքը, որոնց որ ինքը ապրել եւ մեծացել է։ Հարևաններն ասացին, ասին տենց աչքի չընկնող խելոք տղա էր էլի իր համար համեստ էս մտածում ենք լավ տղա է, ես խի սենց էս ինչ եղավ բան, բայց հետո որ ես չեմ պատում, որ իմանաք որ ինքը փոքր ժամանակ խեղճ է եղել, դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ ինքը հիմա ուզում է իլյուզիա ստեղծել, որ այս ֆինանսական հոսքերը, որ ինքը հիմա ունի իր ընտանիքում միշտ ներկա են եղել, դա սուտ է։ Այս մարդը ունեցել է ինչ որ մի հատ փոքրիկ միջին վիճակագրական մի կազմակերպություն, որը որևէ կերպով խոշոր հարկատու չի եղել, որովե լուրջ հաջողություններ գրանցած չի ունեցել եւ ինչ որ զարմանալի զուգադիպությամբ 2018 թվից հետո շրջանառությունը բարձրացել է, բնակարանում ապրող Ավինյանը արդեն ապրում է սեփական տանը, վերջում լուրերով տվեցին, որ իր ընտանիքը եւս մեկ գույք է ձեռք բերել։ Տեսեք, կուզեմ մի նշում ստեղ անել, որպեսզի անգամ թուրըմբռնում չլինի ամեն դեպքում, անկախ նրանից թե դիմացս ով է։ Ես որևէ կերպով չեմ ուզում երբևիցե ինչ որ առնչություն ունենալ կամ խոսել մարդկանց ընտանիքների մասին։ Դա իմ համար կարմիր գիծ է, դա իմ համար սխալ է, ես ուղղակի հիմա թվերը որ ասեմ, սա այլ կերպ չեմ կարող ասեմ, որ հասկանաք։ Հիմա օրինակ եթե ես մեջբերում անեմ, որ իր ընտանիքի անդամի հետ կապված մարդուն իրանք տրամադրել են 3 միլիոն 900 000 դոլար, ես դրանով չեմ ուզում ինչ որ անհարգանք կամ պրովոկացիա անեմ ընտանիքի անդամի հանդեպ, հատկապես եթե ընտանիքի անդամը իքական սեռի է։ Ամենայն հարգանքով սա քաղաքական պարզ փաստերի ներկայացում է, որը արդեն իսկ եղել է լրատվամիջոցների մեջ լրահոսում եղել է, բայց իմ պատկերացմամբ, իմ սուբյեկտիվ կարծիքով սրան
համարժեք ռեակցիա մեր հանրությունը չի տվել, կամ մեր հանրությունը մեր լրատվականները գուցե այնքան շատ այս լուրերը չեն տվել, որ բոլորը իմանան։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, Անիֆը կարող ենք բաժանել երկու մասի։ Առաջին մասը ինքը ձախողված պրոյեկտ է եղել այն առումով, որ երկու մեծագույն աշխատանքները, որոնք որ իրենք պայմանագրերը մեծ բյուջեով որ ստորագրել են, եղել է Fly Arnan, որ ստեղծել ենք մեր ազգային ավիաուղիները, եւ երկրորդն է եղել է Mazdar-ը, որ պետք է Դաշտադեմ գյուղում բացեին արևային կայաններ 2019 թվին ժողովուրդ ջան 2019 թվին ստորագրվել է $170 միլիոն ծրագիր, որ պետք է հիմա արդեն դա գործեր, այդ կայանները կառուցված լինեին, ամեն ինչ լիներ, դրանից հետո չգիտեմ արդեն քանի նախարար է փոխվել էկոնոմիկայի, քանի պաշտոնյա է գնացել եւ եկել։ Գնացեք Դաշտադեմ գյուղ, տեսեք ինչ կա։ Կարծեմ ազատությունն է, որ հարցում են ուղղակի ասել են ինչ կա, այդ ընթացքը ուր է հասել, ասում արդեն սկսել ենք շինարարությանը նախորդող նախապատրաստական աշխատանքներ, ինչքան գեղեցիկ բառեր է։ 6 տարում մարդիկ հələ շինարարությանը նախորդող նախապատրաստական աշխատանքներ, այդ նախորդողն է պատկերացեք շենք չեն սարքելու է, որ կատլավան փորեն, ուղղակի պետք է այդ պանելները շարեն։ Մի հետաքրքիր փաստ ասեմ, որ Ադրբեջանը օրինակ մեզնից հետո է կնքել նույն այս Mazdar կազմակերպության հետ, նույն էս մեր AIG1-ի պես մի պրոյեկտ, մեզնից ուշ են ստորագրել եւ կնքել այդ պայմանագիրը եւ բնականաբար չեք զարմանա, որ իմանաք, որ այն արդեն Ադրբեջանում կառուցված է, վաղուց արդեն գործում է եւ եկամուտներ է բերում։ Բայց մեր տաղանդավոր հրաշքները պայմանագիրը կնքել են, հաստատ իրանց գրպանը տանելու գումարը աշխատել են ու մնացել է ամեն ինչ։ Հիմա Պապոյանն է ասում, 26 թվին կսկսենք։ Թե դուք 26 թվին ես երկրում ինչ եք անել ու շատ մեծ հարց է, չեմ կարծում որ բերտից կարողանալու եք միջազգային պայմանագրեր իմպլեմենտացիայի ենթարկել, Աստված առաջ օրը կգա բարին էլ հետը։ Երկրորդը Fly Arnan-ը, որը Նիկոլը տենց ասում է, դե մեզ այդ ժամանակ պետք էր թռիչներ չկար, դրա համար ասեցինք ազգային ավիաուղիներ բացենք, որով որ ոնց որ արդեն ցույց կտանք, որ մենք նաև օթում ենք սուբյեկտ։ Երկու փաստ։ Առաջի փաստը դա այն է, որ այն փակվել է ըստ Նիկոլ Փաշինյանի, որովհետև չկարողացավ հայկական այլ ավիաուղիների հետ մրցակցությանը դիմանա, հայկական այլ ավիաուղին է, Fly One-ն է, որը էլի իրենց падգամավորի Խաչատուր Սուքիասյանի հետ ըստ լուրերի շրջանառվող կապ ունեցող մի կազմակերպություն է, եւ երկրորդ հետաքրքիր փաստը, այս Fly Arnan-ի պայմանագիրը կնքվել է Air Arabia-ի հետ։ Եվ մեր ոչ պրոֆեսիոնալ, կարծում եմ սուտասան եւ հանցագործ աշխատանքի արդյունքում հիմա չէ, մեր ասել դե ես ասում եմ, ինչքան է ես ասեմ, որ ես ընդդիմադիր եմ, մեկը մենք բոլորս պետք է հասկանանք, որ դրսում մարդիկ, երբ որ նայում են Հայաստանի Հանրապետությունը կամ Նիկոլ Փաշինյանը իրեն սխալ է պահում կամ վատ է պահում կամ անverջ պարտվում է, ժողովուրդ ջան, այդ մարդիկ չեն մտածում Նիկոլը պարտվել է, Հայաստանը պարտվել է, բայց Մարիամ Մուսանվելը չեն պարտվել։ Իրանք մտածում են Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով եւ բնակչությունով պարտվել է եւ դա օբյեկտիվ նորմալ դրսևորում է։ Մենք էլ ենք այդպես նայում այլ պետությունների։ Եվ Air Arabia-ն մեզ դատի է տվել, Եվրոպայում մեր այդ ավիաուղիները սև ցուցակում են եւ կրկին մենք ցույց ենք տվել, որ մենք կամ հանցագործ ենք, կամ ոչ կոմպետենտ ենք, կամ ինձ թվում է համ հանցագործ ենք, կամ ոչ կոմպետենտ, երկուսը միասին։ Ու հիմա երբ որ մի քանի կարծեմ մի շաբաթ կամ երկու շաբաթ առաջ Տիգրան Ավինյանին ժուրնալիստները մոտենում են եւ ասում են Անիֆի վերաբերյալ կան քրեական գործեր, ինչ եք կարծում, ձեզ հրավիրելու են հարցաքննության, դուք այս ամենի հետ կապ ունեք, ինքը ասենց մունատով են իր գոներով, որ ես հրեշտակ եմ, դուք ինձ ինչ եք ուզում, ասում է ժողովուրդ ջան, ես Անիֆից երբևիցե որևէ կոպեկ փող չեմ ստացել։ Գիտեք խի է դա ասում, ասում է աշխատավարձ երբեք չեմ ստացել, որտեվ ինքը գիտի, որ Անիֆով տասնյակ հարյուրավոր մարդիկ ստացել են ոչ մի բանի համար շատ բարձր աշխատավարձներ։ Ինչ որ հրաշք զուգադիպությամբ պարզվում է, որ այն շենքը, որում որ գործել է Անիֆը, որը արդեն իսկ ունի անվտանգություն, իրենք ունեցել են անվտանգության բաժին Անիֆում, որում գրանցված են եղել ինչ որ զուգադիպությամբ ուժային կառույցներում, ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներ։ Օրինակ կա որ բարձրաստիճան ուժային պաշտոնյայի գնդապետի, չգիտեմ, աղջիկ էր, հարցեր գրած էր, որը աշխատել է անվտանգության բաժնում, բայց մասնագիտությամբ հոգեբան է։ Կար տղաներ, ովքեր, չգիտեմ, ինչ որ
Հայաստանի Հանրապետության գայի պետի հետ ինչ որ կապ ունեցող բարեկամներ, որը կրկին աշխատել է անվտանգությունում, այդ տղայի, չգիտեմ, այդ հետքի բանով նայեցի, նկարներով ստույգ կարելի է արձանագրել, որ ինքը չի կարող լինել իրոք անվտանգության աշխատակից։ Եվ նման բազում մարդիկ, այսինքն ուժային կառույցների հետ ասոցիացվող բարեկամներ, ովքեր ստացել են ամսական $10,000 իրականացնելու մի բանը, որ իրանք թե կոմպետենտ չեն իրականացնելու, թե այդ օֆիսում, այդ շենքում արդեն կա իրական անվտանգության ծառայություն, թե փաստացի այնտեղ հասկանում եք դա հիմնադրամ է եղել, այսինքն այնտեղ օֆիսում կարող է լինել սեղանաթոռ եւ համակարգիչներ, քաղաքի կենտրոնում, ոչ ոք դա չէր թալաներ եւ իրենց ստույգ պետք չէր որևէ կերպով ունենալ անվտանգության ինչ-որ առանձին ծառայություն, բայց իրենք դա ստեղծել են, լիքը մարդ են գրանցել ու լիքը աշխատավարձ են այնտեղից դուրս տվել։ Սա հենց այդ պոզով, պոչով, այդ հիվանդ կոռուպցիան է, որ Նիկոլ Փաշինյանն իրան անդիմադի ժամանակ ճղում էր, այ սա ժողովուրդ ջան, թե հովանավորչություն է, թե կոռուպցիա է, այսինքն մարկանց փող ես տալիս ու տալիս ես այն մարկանց, ովքեր աշխատում են անատյաններում, որոնք որ ըստ օրենքի պետք է քեզ հենց վերահասկեն ու այսպես բաների համար գային դատեին, բայց դու իրանց բարեկամներին պաշտոններ ես տալի, անիմաստ աշխատավարձ ես դու գրում ամիսը 10,000 տես տարիներ շարունակ ու դու չես դատվում։ Կոռուպցիան հենց սա է, ժողովուրդ ջան, հովանավորչությունը հենց սա է։ Այն արատավոր չար վատ բարիկները, որոնց դեն որ ԿՊ-ն պայքարելով եկավ իշխանության, իբրև թե, այ հենց սա է։ Ու հիմա որ Նիկոլ Տիգրան Ավինյանը շուշուտ եմ իրենց խառնում կներեք, որտեղ նման են իրենց աշխատանքի մեջ, ուղղակի մեկը համապետական, մեկը քաղաքային մակարդակով, Տիգրան Ավինյանը այդտենց հպարտորեն հայտարարում է, որ ժողովուրդ ես այդտեղից ոչ մի կոպեկ աշխատավարձ չեմ ստացել։ Այո, պարոն Ավինյան, դուք աշխատավարձ չեք ստացել, որովհետև ձերս կարիերայի ես բոմբի մեջ, ես պիկի վրա ձեր համար ամիսը $10,000 կարծում եմ գումար չէ։ Դուք միլիոններով եք երևի հիմա հաշվում։ Հիմա ասեմ երկու հետաքրքիր փաստ ու կրկին, ասեք, եթե սա հովանավորչություն չէ, եթե սա կոռուպցիա չէ, ուրեմն ես բրազիլացի ֆուտբոլիստ եմ։ Երկու կազմակերպություն։ Մեկ կազմակերպությունը պատկանում է Տիգրան Ավինյանի դասարանցուն, ով ըստ մամուլում շրջանառվող լուրերի իր ընկերն է եւ բնականաբար դա այդպես է։ Նա բացել է մի կազմակերպություն, որով որ ինքը անիֆից ստացել է $2.5 միլիոն։ Մեկ այլ կազմակերպություն ստացել է $3,900,000։ Այս $3,900,000, գրեթե $4 միլիոն կազմակերպության տնօրենը չեք հավատա, բայց Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ Ամեն դեպս էլի մամուլում կան տվյալներ, նկարներ, էլի հետքի արած հետաքննություն է։ Ես ոչ մի բան ինքս չեմ բացահայտել։ Այս ամենը կա լրատվականներում, ուղղակի սա ճիշտ տարածում չի ստանում։ Մենք պետք է մաքսիմալ սա տարածենք, որպեսզի բոլորը իմանան, որ այս մարդիկ կոռուպցիոներ են։ Ժողովուրդ ջան, այս մարդիկ իրանց այդ մաշած կուրտկեքով 18 թվին sense խեղճ դեմքերով կայնել էին sense բան էին անում, որ այո մենք եկել ենք ազատագրենք երկիրը կոռուպցիայից, իրանք ոչ թե կոռուպցիային դեմ էին, այլ իրանք դեմ էին, որ իրանք այդ կոռուպցիայի մեջ փայ չունեն։ Հիմա որ իրանք են այդ կոռուպցիայի տերերը, իրենց շատ դուր է գալիս։ Այն ժամանակ որ ասում են քաղաքական գործիչներ կան, որ կորցրել են իրենց կապը իրականության հետ, հեսա սրանցից ավելի վատ իրականությունից կապը կորցրած քաղաքական միավոր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։ Սրանցից ավելի ոչ կոմպետենտ, ոչ գրագետ, որովե անցած ուղի չունեցող քաղաքական միավոր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։ Այս մարդիկ 18 թվին դարել են падգամավորներ եւ նախարարներ, իրանց 90%-ը մինչեւ այդ մի հատ աշխատավարձ չի ունեցել, որը չգիտեմ 300,000 դրամ լինի։ Կրթություն կեսը չունեն։ CV-ները դատարկ ու միանգամից դարել են օրենսդրի ներկայացուցիչներ, գործադրի ներկայացուցիչներ եւ միջազգային, համազգային, պետական բոլոր մակարդակներով մեզ խայտարակում են, որովհետեւ մի կեսը ծախված է, մյուս կեսը անգրագետ։ Եվ դա շատ պարզ փաստ է, ժողովուրդ ջան, հիմա տեսեք, եթե նորմալ պարզ նայենք ինչ պետք է լինի, ապա բնականաբար այս ամեն ինչի վերջը այն է լինելու, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի, իսկ իմ պատկերացմամբ դա ամենաուշը տեղի ունենալու 26 թվականի հունիսին, այդ ժամանակ նոր կսկսվի իսկական հետաքննություն։ Այդ ժամանակ իսկականից մարդիկ կգնան ու կդատվեն։ Ու մի հոգի չէ, երկու հոգի չէ, ինձ թվում է 10, 20, 30 հոգի առնվազն պետք է դատվի այս Անիֆի գործով։ Մի հետաքրքիր փաստ եւս ասեմ, վերջի թիվը Անիֆի մասին, Անիֆի գործունեության վերաբերյալ 19 թվից առ այսօր կա 100-ից ավել քրեական գործ։ Եվ գուշակեք, քանի մեղադրյալ կամ ձերբակալված անձ կա, 0։
Եթե սա արհեստականորեն գործի ընթացքը ոնց որ դանդաղեցնել չէ, եթե սա հովանավորչություն չէ, եթե սա սեփական, քաղաքական միավորի ներկայացուցիչների հանդեպ անպատժելիություն ապահովել չէ, ապա ես կրկին ֆուտբոլիստ եմ։ Չգիտեմ, ինչի հետ համատեմ ժողովուրդ ջան։ Ասենք այս մարդիկ իրենք ամեն կերպ հարստանում են եւ իրենք ամեն կերպ ցույց են տալիս, որ սելեկտիվ արդարադատությունը իրենց գլխավոր սկզբունքներից մեկն է։ Տեսեք, մեկ պարզ ամեն դեպքում սրան պետք է անդրադառնայի անպայման, այս համեմատականները մի հատ անցկացնենք։ Հիշում եք, 2-3 շաբաթ առաջ իմ գործընկեր իմ թիմակից Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան տան դիմացը վառել են։ Պատուհանը ջարդել են, վառել են ու գնացել են։ Տան դիմաց սեփական տունա, որում քնած է եղել պարոն Ստեփանյանը, կարծեմ 3 կամ 4 երեխա ունի ու բոլորն էլ տարիքով փոքր են, էլի։ Մի տղան է, կարծեմ շատ լավ հաճելի ֆուտբոլիստ է։ Ու այդ մեքենայով պարոն Ստեփանյանի կինը իր երեխաներին տանում է դասի եւ պարապմունքների։ Այդ մեքենան պատկերացրեք։ Երեխաները, ովքեր որ գիտեն իրենց հայրը սկզբունքային մարդը, ով որ զբաղվում է քաղաքականությամբ, ունի ընդդիմադիր կեցվածք, այսինքն որով է պլյուս դրանից ինքը տեխնիկական կամ ֆինանսական չի շահում, հակառակը ինքը ժամանակը տրամադրում է հանրային գործունեության, որպեսզի իր երեխաները ապրեն լավ պետությունում, լավ քաղաքում։ Այդ երեխաները իմանալով, որ իրենց հայրիկը անում է լավ գործ, պատկերացրեք ինչ ստրես ու ինչ տարօրինակ զգացողություններ եւ հարցեր իրենց մեջ կառաջանա իբրև երեխաներ, որ այդ պատանիները իմանում են, որ իրենց մոր մեքենան գիշերը գալի ջարդում եւ վառում են հոր գործունեության պատճառով։ Այդ երեխաների թե կյանքի հանդեպ տեսլականը, թե հոգեկան վիճակը կարող է դուժի այդտեղից, որովհետեւ փաստացի մենք տեսնում ենք սա պարզ հանցագործություն է եւ այս հանցագործությունը հետևեց նրանից հետո, երբ որ Նորքի թաղապետարանում 10 հոգով մեկ ակտիվիստին ծեծեցին 300 միլիոն դրամ մսխելու դեպքը բացահայտելու համար։ Անպատժելիության մթնոլորտ եղավ, թաղապետը սենց ուսերը աչու ձախ տանելով ասես մենք գնում ենք հաց ուտենք, ծեծված Շախոյանին բերման ենթարկելով տարան ձերբակալեցին ոստիկանություն տարան, բերման ենթարկեցին։ Ու դրանից մի քանի օր հետո այս մեքենան արվեց։ Խի, որովհետև մարդիկ տեսան, որ անպատժելիություն կա։ Կարևորը անդիմադիր չլնես, ինչ ուզում ես արա, չես դատվի։ Կարևորը հանգարց չասես, որ Նիկոլը դավաճան է, կարևորը հանգարց չասես, որ Ավինյանը կոռուպցիոներ է։ Կարևորը հանգարց չասես, որ Ալեն Սիմոնյանի պես ազգային ժողովի նախագահ ունենալը համազգային խայտարակություն է։ Կարևորը այդ մի քանի բանը չասես, մնացածը սա լավ է։ Ու տեսեք, ինչ հետաքրքիր զուգադիպություն է։ Անդիմադիր ավականու մեքենան, կնոջ մեքենան այրում են, ինչ որ մի հոգի ձերբակալված է, ոչ մի ցուցմունք չի տալի, ես չեմ զարմանա, որ հեսա հայտարարեն իրեղեն ապացույց չունենք, բացենք տողում, բայց լավ կանեն տես չանեն, որտեղ մենք հետևում ենք իրենց։ Շատ ուշադիր։ Այս գործով պետք է մարդ դատվի, ապացույցներով, թափանցիկություններ, հանրային հաշվետվություններ ներկա լինի։ Բոլորս իմանանք ով է եղել, ում պատվերով, ժամը քանիսին, ինչ է օգտագործել եւ օրենքի նախատեսված խստագույն պատժով այդ մարդը պետք է լինի բերդում։ Որովհետեւ անցնել այդ կարմիր գիծը, մտնել ընտանիք, ստրես պատճառել ընտանիքին, տան դիմացը նման բան անողը պետք է փդի բանտում եւ օրենքի ամենախիստ հոդվածով, այդ ազատազրկման ժամկետի ամենաբարձր կետով։ Եթե այս գործը չբացահայտվեց ու մարդիկ չդատվեցին, ապա սրա թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը եւ իր անարդար արդարադատության մեխանիզմը։